Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ցորեն, անասնակեր, թե սննդային թունավորման վտանգ, ինչ ցորեն է եկել Հայաստան-Ադրբեջանի տարածքով։ Հեծի շուրջ քաղաքական արկածախնդրության վերջին արարը, ժամանակավոր պաշտոնակատարը մեկնաբանել է առաջիկա քննարկումը։ Ուղերձ բանտից, ինչ է պահանջել Բագրատ Սրբազանը քննչական կոմիտեի նախագահից։ Դանակահարություն կյանքի խոսքի հավաքատեղի նախասրահում, ինչ մանրամասներ է հայտնի։ Նախկիններ, պայքար իսլամական պետություն խմբավորման դեմ ու նախկին ալ-Քայդականի պատիժը Ասադին, Ահմեդ ալ-Շահարան Միացյալ Նահանգներում է։ Պարզվում է ներմուծված ղազախական ցորենի առաջին խմբաքանակը 4-րդ կարգի է։ Ինչու է Հայաստան ներմուծվել անասնակեր։ Հարցին էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանել է, որ ամենակարևորը ճանապարհների դիվերսիֆիկացիան է։ Այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն։ Ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ինչ կա։ Դուք ախր այդպես չեք ներկայացել, հարցը դրանում է։ Նախարարությունը չի ասում։ Ինչու մեկը կարգա ներկայացել մինչև այդ լուրջ, որտեղ է գրած։ Իհարկե չի ներկայացված, ասել են ցորեն է գալի։ Բայց չեք ասել, որ անասնակեր է։ Ժողովրդան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն է։ Ասել են ցորեն է գալի։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կարգ։ Հիշեցնեմ, ավելի վաղ հայտարարել էին, որ Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է հայ սպառողներին ամսական մատակարարել մոտավորապես 15,000-ից 20,000 տոննա հացահատիկ։ Հոկտեմբերին Ղազախստանի հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ գործակցության համաձայնագիր, որը վերաբերում է հայ սպառողներին հացահատիկ մատակարարելու։ Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ դասի ցորենից, որը կարող է գործածվել որպես ընդհանուր նշանակության ալյուր և կենդանիների կեր արտադրելու համար։ Բավական կնճռոտ հարց է նաև խաղաղության պայմանագիրը, և այդ մասին խոսում են նաև իշխանության ներկայացուցիչները։ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի ու լեգիտիմ չէ, հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նրա խոսքով պայմանագրի տեքստը կա, այլևս չեն բանակցում, սակայն ստորագրման օր դեռևս որոշված չէ։ ՔՊ-ականը խոսել է նաև այսպես կոչված անկլավների մասին։ Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաև անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի, այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ ՔՊ-ական պատգամավորը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, և այդ տարածքներից դուրս Հայաստանը հայրենիք չի փնտրում։ Սակայն Բաքուն իր հորինած հայրենիքի սահմանների փնտրտուքի ճանապարհին մտնում է նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այսպես կոչված անկլավների թեման դաշտ գցեց Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը, հայտարարելով, որ Բաքվի ուշադրության կենտրոնում են Գեղարքունիքի 3 գյուղերը և Տիգրանաշենի հարցը։ Միայն 24 ժամ անց Նիկոլ Փաշինյանը Facebook-ի գրառմամբ արձագանքեց Բաքվի հայտարարությանն ու խոստացավ, որ սահմանազատման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արցվաշենը և մյուս օկուպացված տարածքները։
Տեղափոխվենք ազգային ժողով, որտեղ падգամավորները պետք է քննարկեն 22 նախագիծ, որոնցից 13-ը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Քննարկման թեմաներից են ինտերնետով ծանոթություն ստանալու, կլիմայի քրեական դատավարության, օրենսգրքի փոփոխությունների, պետական տուրքի, հարկային օրենսգրքի եւ արհեստակցական միությունների վերաբերյալ օրենքների նախագծերը։ Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանի նպատակ ունի աջակցել տեղական արտադրողներին։ Բաբկեն Թունյանն էլ վստահեցնում է, որ ներկրման ոլորտը օրենքի նախագծի փոփոխությունից չի տուժի, սակայն ընդդիմադիր իր падգամավորը հարցին նայում է այլ դիտանկյունից։ Արթուր Խաչատրյանի խոսքով նախագծի հիմնական խնդիրն այսօր փոքրացող շուկան է։ Քննարկումից առանձնացրել ենք մի քանի հատված, դիտենք առանց մեկնաբանության։ Նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 էր դրված, իսկ հիմա առաջարկում ենք 55,000 դրամ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի հավասարակշռենք ներմուծվող ապրանքի գինը եւ արտադրվող ապրանքի գինը։ Սրանով իսկ ինչպես ողջ աշխարհում է ընդունված, դա կոչվում է պրոտեկցիոնիզմ, այսինքն ազգային արտադրանքի պաշտպանություն իրականացնել, մենք դա ենք իրականացնում, որովհետեւ եթե մենք իմանանք երկարատև մրցակցության դեպքում մեր արտադրողները կարող են այլևս չկարողանալ արտադրել եւ մյուս երկրներ իրենց ապրանքը կրկնակի կարող են թանկացնել, խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար, մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը։ Հանդիպել ենք թե արտադրողներին, թե ներկրողներին, բոլորի հետ էլ խոսել ենք, ընդ որում 29000 դրամ տուրք սահմանելու ժամանակ այս նույն մտահոգությունները կային, որ կարող է սա բերի գնի թանկացման, կարող է սա բերի ներմուծման սահմանափակման, բայց այս վերջի 3-4 ամիսների դինամիկան ցույց է տվել, որ ոչ գինն է թանկացել, իսկ քանակներն էլ հակառակը ներկրման ծավալները ավելացել են։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պարոն Եղոյանն էր կարծեմ հարցնում, որ մենք արդյոք ստուգել ենք այդ տվյալները, բնականաբար, եթե այդպես չլինի, մենք ոչ մի որոշում չենք կարող կայացնել ու այդ տիպի հարցերի հանդեպ միշտ ուշադիր ենք։ Երրորդ, քանի ընկերության է սա վերաբերում, այստեղ հարցն չէ, որ կարող է դրանով մենք ներմուծողների աշխատանքը վերացնենք, այսինքն իրենք մնան առանց գործ, ոչ ներկրման ոլորտը սանից չի տուժի, այսինքն որոշումը այնքան բալանսավորված է, որ ոչ մեկը փակվի, ոչ մյուսը, այլ հավասարակշռված աշխատեն։ Ան ինչ որ հիմա ներկայացվում է, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։ Թե կլինկերը, թե արմատուրան ու ամրանները օգտագործում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մի նպատակ ունի։ Փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին, եթե շուկան լիներ մեծ եւ ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ։ Բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջաճել։ Հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետ վերադարձի ժամկետը 25 թվականով Երևանով, շինարարությունը արագ աճեց քաղաքում, Երևանում։ Մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալի, որ մենք ունենք շինարարական բում մարզերում, խոսքը չի գնում Երևանին հարակից, երբ ասենք Աբովյանից ավելի էջ տեղացնել Քանաքեռ կամ Քանաքեռից Երևան։ Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել որպես մեգատրենդի շուկայի նվազման, շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում։
Հեցի շուրջ քաղաքական արկածախնդրության վերջին արարը։ Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսպես է մեկնաբանել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը։ Հանձնաժողովն ուզում է քննարկել Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։ Ղազինյանի խոսքով այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները սեփականության վերաբաշխման նոր բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման հիմքի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Դա համարժեք է բռնազավթման փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին եւ էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին, շեշտել է Դավիթ Ղազինյանը։ Իսկ Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանավայրից վերջնագիր է ներկայացրել։ Նա Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից դիմել է քննչական կոմիտեի ղեկավարին։ Սրբազանը հայտարարել է, որ պահանջելու է նրա պաշտոնակությունը, եթե փաստերով չափածուցի նախորդ շաբաթ ազգային ժողովում արած հայտարարությունները։ Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության եւ Արցախ հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների եւ վիրավորների վերապրումով եւ վերահուշով մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ, ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դալիճում կատարածս հայտարարությանը, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար եւ ստախոս է, դարձյալ պնդում եմ, եթե նա մինչեւ նոյեմբերի 13-ը չփաստի, որ գործում արկա է իբր իմ ձեռագրով գրված ահաբեկչական պլանավորում ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման եւ կեղծիքի քարոզչության համար։ Մանվել Գրիգորյանի դստերը դատավոր Նաիրա Գրիգորյանին հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է ներկայացրել իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու մեղադրանքներով։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնում։ Երեկ գիշեր նորածին է մահացել։ Քննչական կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ հարուցել են քրեական վարույթ, բուժաշխատողի, մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։ Նորածնի հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի համար։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ օրերս Թբիլիսյան խճուղում գտնվող կյանքի խոսքի հավաքատեղի նախասրահում դանակահարություն է տեղի ունեցել։ Սակայն քննչական կոմիտեն հայտնել է, որ գործով վարույթ չեն նախաձեռնել։ Հիշեցնեմ, որ կենցաղային վեճի ընթացքում 32-ամյա կինը դանակահարել է իր մորաքրոջը, տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ դանակահարող կինը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել իր արարքը։ Նախկիններ պայքար իսլամական պետություն խմբավորման դեմ ու նախկին ալ-Քաիդականի պատիժը Ասադին։ ԱՄՆ այցի ընթացքում Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ զրուցել է Fox News-ը։ Շարան հայտարարել է, որ Սիրիայի նախկին ռեժիմի տապալումից հետո երկիրը մտել է նոր դարաշրջան։ Վերջին 60 տարվա ընթացքում Սիրիան մեկուսացված էր ամբողջ աշխարհից։ Միացյալ Նահանգների եւ Սիրիայի միջև կապը կտրված էր, եւ սա առաջին դեպքն է անցյալ դարի 40-ական թվականներին Սիրիայի Հանրապետության հռչակումից ի վեր, որ երկրի նախագահն այցելում է Սպիտակ տուն, ասել է Ահմեդ Ալ-Շարան։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին ի պատասխան Ալ-Շարան ասել է, որ արդարությունը պետք է հաղթի։ Նրանք ստեղծել են արդարադատության հանձնաժողով, որպեսզի բոլորը, այդ թվում Բաշար Ալ-Ասադը, պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար։ Սիրիայի նախագահը խոսել է նաև իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի մասին։ Մենք մասնակցել ենք իսլամական պետության դեմ բազմաթիվ մարտերի եւ 14 տարվա ընթացքում շատ կորուստներ ենք ունեցել։ Իսլամական պետության դեմ մարտերում ես կորցրել եմ իմ ուժերի մեծ մասը։ Միացյալ Նահանգների ռազմական ներկայության պատճառը Սիրիայում պետք է լինի Սիրիայի կառավարության հետ համակարգված աշխատանքը։ Այսպիսով մենք պետք է քննարկենք այս հարցերը եւ խոսենք ու համաձայնության գանք իսլամական պետության վերաբերյալ։
Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ Սենատը հաստատել է երկար սպասված ֆինանսավորման փաթեթը, որով վերջ կդրվի կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, շաթդաունի վերջնական ավարտի համար օրինագիծը պետք է ստանա ներկայացուցիչների պալատի հաստատումը եւ նախագահի ստորագրությունը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ անդամները պետք է վերադառնան Վաշինգտոն շաբաթվա վերջին կայանալի քվեարկությանը մասնակցելու համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շնորհիվ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Եթե ես նախագահ լինեի, այս հակամարտությունը երբեք տեղի չէր ունենա։ Եվ եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, ասել է նա Սպիտակ տան ունեցած ելույթի ժամանակ։ Քանի դեռ Թրամփը նախագահ է, իսկ ես վարչապետ, Հունգարիայի դեմ պատժամիջոցներ չեն լինի։ Այս մասին էլ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թրամփի հետ հանդիպումից հետո։ Նա մասնավորապես իր Facebook-յան էջում գրել է, որ քանի դեռ իրենք իշխանության են, Բուդապեշտը չի բախվի Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումների համար Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Նա նշել է, որ ռուսական էներգակիրների նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի կոմունալ ծառայությունների ծախսերի եռապատիկ աճի եւ վառելիքի գների բարձրացման։ Հունգարիայի առաջնորդը հայտարարել է, որ այս աղետը կանխվել է Թրամփի հետ հանդիպման շնորհիվ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել բանտից եւ տուն է վերադարձել։ Նա կգտնվի հսկողության ներքո։ Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիի նախնական կալանքն անհիմն է ճանաչել։ 70-ամյա Սարկոզին, որը պաշտոնավարել է 2007-ից 12 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր էր ճանաչվել իր դեմ հարուցված գործով եւ հոկտեմբերի 21-ից պատիժ ներկրում Փարիզի Սանտեի բանտի մենախցում։ Չինաստանն իր գործարկած նոր տեսակի վիզայով փորձում է Միացյալ Նահանգներից խլել ՏՏ ոլորտի աշխատակիցներին։ Հաղորդվում է, որ Չինաստանի կառավարությունն առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար դառնալու հարցը դարձրել է գերակախնդիր։ Եվ նոր գործարկած K տեսակի վիզա ծրագիրը, որը նախատեսված է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների համար, կարող է նման մարդկանց երազանքն իրականություն դարձնել։ Չինական վիզայի նոր տեսակը ներդրվել է ի հակադրություն ամերիկյան H-1B ծրագրի։ Ռուսաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են աշխատուժի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել դեկտեմբերին կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովում։ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանում հնդիկների թվի աճին առաջիկա տարիներին։ Հնդիկ աշխատողներն աշխատանք են գտնում Ռուսաստանում հիմնականում շինարարության եւ տեքստիլ արդյունաբերության ոլորտներում։ Սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Ռուսաստանում աճում է մեքենաշինության եւ էլեկտրոնիկայի որակավորված մասնագետների պահանջարկը։ Մինչև 2025 թվականի ավարտը Ռուսաստանում աշխատանքի կացնի ավելի քան 70,000 հնդիկ։ Կրկին ժայթքել է Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը։ Տարածվող կադրերը որքան գեղեցիկ են, այդքան վտանգավոր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում ռեպեր P. Diddy-ն այժմ աշխատում է որպես բանտի հոգևորականի օգնական, հաղորդել է CBS News-ը։ Այս պաշտոնը համարվում է հեղինակավոր, բանտարկյալները սովորաբար ունենում են առանձին օթորակիչով սենյակ, իսկ քահանաները կրոնական արարողություններից հետո հաճախ սնունդ են կիսում օգնականների հետ, գրել է պարբերականը։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կանդրադառնա օրվա գլխավոր թեմաներին։